Առավոտյան մեկ բաժակ գոլ ջուր խմելը հնչում է որպես տատիկի նոթատետրից վերցված խորհուրդ։ Անվնաս է, չէ՞։ Բայց 2019 թվականին ճապոնացի ֆիզիոլոգների մի խումբ մի անսպասելի բան արձանագրեց։ Այն մարդկանց մոտ, ովքեր 3 շաբաթ շարունակ ամեն առավոտ քաղցած փորին գոլ ջուր էին խմում, ավշային հոսքի լիմֆայի արագությունն աճել էր 42%-ով։ 42-ը կաթիլ չէ ծովում, դա այն տարբերությունն է ինքն իրեն մաքրող օրգանիզմի և սեփական թափոնների մեջ դանդաղ խեղդվող օրգանիզմի միջև։ Եվ ամենատարօրինակն այն է, որ մարդկանց մեծամասնությունը դա սխալ է անում, դրանով իսկ սկիզբ դնելով մի գործընթացի, որը հետո հնարավոր չէ կանգնեցնել։ Եվ այսպես, դուք արթնացել եք, դեռ անկողնուց վեր չեք կացել կամ նոր եք հասել խոհանոց։ Եվ ահա այստեղ, այս կոնկրետ պահին, ձեր օրգանիզմը գտնվում է մի վիճակում, որը լինում է օրական միայն մեկ անգամ։ Գիտնականներն այն անվանում են արթնանալու մետաբոլիկ պատուհան։ Ես իմ պացիենտներին ավելի պարզ եմ բացատրում։ Պատկերացրեք, որ ամբողջ գիշեր ձեր տանն աշխատել է մաքրության ջոկատ։ Դրանք հավաքել են ամբողջ աղբը, բջիջների քայքայման արկասիքները, սպառված հորմոնները, տոքսինները եւ այդ ամենը կոկիկ տոպրակներով դրել են ելքի մոտ։ Եվ ահա առավոտյան այդ աղբը դրված է դռան դիմաց։ Հարցը միայն մեկն է. դուք կբացեք դուռը, թե ոչ։ Գոլ ջուրը հենց այդ դուռն է։ Ահա թե ինչ է տեղի ունենում քաղցած փորին 38-30 աստիճան տաքությամբ մեկ բաժակ ջուր խմելուց հետո առաջին 9 րոպեների ընթացքում։ Առաջին, կերակրափողի և ստամոքսի ընկալիչները ջերմային ազդանշան են ստանում և անմիջապես գործարկում են պերիստալտիկան, աղիների ալիքաձև կծկումները, ոչ թե մեկ ժամից, ոչ թե նախաճաշից հետո, այլ հենց հիմա։ Երկրորդ, լեղապարկը, որն ամբողջ գիշեր լեղի էր կուտակում, հրաման է ստանում առաջին արտանետման համար։ Սա չափազանց կարևոր է։ Ես մի փոքր ուշ կբացատրեմ, թե ինչու։ Այնտեղ ձեզ լյարդի հետ կապված մի անսպասելի բան է սպասվում։ Երրորդ, ստամոքսի լորձաթաղանթի անոթները լայնանում են և ջրի ներծծումն արյան մեջ տեղի է ունենում 3 անգամ ավելի արագ, քան եթե դուք սենյակային ջերմաստիճանի ջուր խմեիք։ Այժմ սառը ջրի մասին։ Իմ պացիենտուհի Գոհար Սարգսյանը 64 տարեկան թոշակառու ուսուցչուհի։ Նա ամբողջ կյանքում առավոտյան սառը ջուր է խմել։ Կարծում էր, որ դա թարմացնում է։ Երբ նա եկավ ինձ մոտ քրոնիկ փորկապությամբ և ուտելուց հետո մշտական ծանրության զգացումով, ես առաջին հերթին հենց դրա մասին հարցրեցի։ Առավոտյան խմած սառը ջուրը հակառակն է անում։ Այն առաջացնում է լորձաթաղանթի անոթների սպազմ, արգելակում է պերիստալտիկան և բառացիորեն հետ է փակում այդ նույն աղբը։ Մաքրության ջոկատը շրջվում և հեռանում է մինչև հաջորդ գիշեր։ Տիկին Գոհարը փոխեց միայն այս մեկ սովորությունը։ 14 օր անց զանգահարեց և ասաց. «Բժիշկ Արմեն Միքայելյան, ես չեմ հասկանում ինչ է կատարվել, բայց ես վերջապես առավոտյան ինձ կենդանի եմ զգում։ Բայց ահա թե էլ ինչ չեմ ասել ձեզ։ Կա մի օրգան, որն արձագանքում է այս մեկ բաժակ ջրին բոլորից շուտ, և նրա արձագանքը ձեզ կզարմացնի։ Այդ օրգանը ավշային համակարգն է, լիմֆատիկ համակարգը։ Եվ հենց դրա մասին եմ ուզում առանձին խոսել, քանի որ մարդկանց մեծամասնությունն ընդհանրապես չի մտածում դրա մասին, մինչև որ շատ ուշ է լինում։ Ինչ է ավշային համակարգը։ Պարզ բառերով ասած, պատկերացրեք բազմաբնակարան շենքի կոյուղին։ Քանի դեռ այն աշխատում է, դուք այն չեք նկատում, բայց եթե խողովակները խցանվում են, հոտը գալիս է ամեն մի բնակարանից։ Նույն կերպ է կառուցված նաև լիմֆան։ Դա անոթների մի ցանց է, որոնցով հոսում է ոչ թե արյուն, այլ հատուկ հեղուկ, որը հավաքում է միջբջջային տարածության ողջ ավելցուկը։ Սպառված սպիտակուցներ, բակտերիաներ, բորբոքման արգասիքներ, մեռած բջիջներ, այս ամենը լիմֆան քաշում է իր վրա և տանում դեպի հանգույցներ ֆիլտրելու համար, իսկ այնտեղից դուրս բերման։ Բայց ահա թե որն է խնդիրը։ Սիրտն ունի պոմպ, այն բաբախում է և վանում արյունը։ Ավշային համակարգն ընդհանրապես պոմպ չունի։ Լիմֆան շարժվում է միայն 3 բանի հաշվին՝ մկանների շարժման, շնչառության և ուշադրություն, ջերմության։ Երբ դուք քնած եք, մկանները չեն աշխատում, շնչառությունը մակերեսային է։ Գիշերվա ընթացքում լիմֆան գրեթե կանգ է առնում։ Հենց այդ պատճառով էլ առավոտյան շատերի դեմքին այտուցներ են լինում, աչքերի տակ պարկեր, ծանրության զգացում։ Դա հոգնածությունը չէ, դա լճացած լիմֆան է։ Եվ ահա այստեղ խաղի մեջ է մտնում գոլ ջուրը։ 38-40 աստիճան տաքությամբ մեկ բաժակ ջրի ջերմությունը ստամոքսի պատերի միջով փոխանցվում է շրջակա հյուսվածքներին և բառացիորեն հալեցնում է ավշային հոսքը։
Արագացման այն նույն 42 տասոսը, որի մասին ես խոսեցի ամենասկզբում, արձանագրվել է հենց ջուրը խմելուց հետո առաջին 20-30 րոպեների ընթացքում։ Իմ պացիենտ Գուրգեն Արամյանը 58 տարեկան նախկին զինվորական եկավ գանգատներով, որ երեկոյան միշտ ոտքերն այտուցվում են եւ ինչպես ինքն էր ասում, օրգանիզմն ընդհանուր առմամբ աղբոտված է։ Անալիզները նորմայի մեջ էին, սիրտը նորմալ։ Ես նրան բացատրեցի լիմֆայի մասին եւ տվեցի պարզ արձանագրություն։ Առավոտյան 1 բաժակ գոլ ջուր, հետո 10 րոպե քայլք։ 3 շաբաթ անց այտուցները կիսով չափ նվազեցին։ Նա հարցրեց. այսինքն այսքան պարզ է։ Ես ասում եմ, պարոն Գուրգեն, ամենակարևոր բաները միշտ պարզ են լինում։ Բարդը միայն սկսելն է։ Բայց ահա թե ինչի մասին եմ դեռ լռում։ Կա մի պատուհան, որը բացվում է միայն առավոտյան եւ փակվում է արթնանալուց ճիշտ 40 րոպե անց։ Եվ եթե դուք այն բաց թողնեք, օրվա ընթացքում ոչ մի գոլ ջուր այլևս նույն արդյունքը չի տա։ Եվ այնտեղ մի բան կլինի լյարդի մասին, ինչը բժիշկների մեծամասնություն իր պացիենտներին պարզապես չի ասում։ Եվ այսպես, լյարդի մասին, այն պատուհանի մասին, որը փակվում է 40 րոպե անց, որովհետև հենց այստեղ է թաքնված այն, ինչի մասին բժիշկների մեծ մասը ընդունելության ժամանակ պարզապես չի հասցնում պատմել։ Ոչ թե որովհետև թաքցնում են, այլ պարզապես ժամանակը միշտ չի հերիքում, 15 րոպե յուրաքանչյուր պացիենտին եւ անցանք առաջ։ Լյարդը գիշերն աշխատում է հատուկ ռեժիմով, սինթեզում է սպիտակուցներ, չեզոքացնում է տոքսինները, վերամշակում հորմոնները։ Առավոտյան այն արդեն կուտակել է լեղու մի չափաբաժին, խտացված, թանձր եւ սպասում է առաջին ազդանշանին, որպիսի արտանետի այն։ Այդ ազդանշանը նորմայում պետք է մեկը լինի՝ ստամոքս հասած սնունդ կամ ջուր։ Բայց ահա թե ինչ է տեղի ունենում 50-ն անց մարդկանց մեծամասնության մոտ։ Նրանք արթնանում են, մի ժամ հետո թեյ են խմում, հետո նոր ուտում են, եւ այդ պահին լեղին արդեն այնքան է թանձրանում, որ դժվարությամբ է դուրս գալիս։ Լեղապարկը սեղմվում է, ձգվում, եւ մարդը ծանրություն է զգում աջ կողի տակ։ Շատերը սա վերագրում են նրան, որ ինչ-որ սխալ բան են կերել։ Խաղցած փորին խմած գոլ ջուրը ձգանի դեր է կատարում։ Այն նմանակում է սննդի ազդանշանը եւ ստիպում լեղապարկին մեղմորեն արտանետել լեղին, քանի դեռ այն չի թանձրացել։ Սա նվազեցնում է քարերի առաջացման վտանգը ոչ թե տոկոսներով, այլ անգամներով։ 2016 թվականին Գերմանիայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր առավոտյան ջուր խմելու կանոնավոր սովորություն ունեն, լեղաքարային հիվանդության հավանականությունը 38 տասոսով ցածր է եղել, համեմատած նրանց հետ, ովքեր առաջին կումը հետաձգել են 1 ժամ եւ ավելի։ Հիմա 40 րոպեի մասին։ Հենց այդքան է տևում այն շրջանը, երբ լեղին առավել հոսուն է եւ դուրս է գալիս առանց ջանքերի։ Դրանից հետո այն թանձրանում է, պատուհանը փակվում է։ Ահա թե ինչու առավոտյան ժամը 10-ին խմած 1 բաժակ ջուրը, երբ դուք վերջապես հասել եք խոհանոց, արդեն նույն բանը չէ։ Իմ պացիենտուհի Թամարա Պետրոսյանը 61 տարեկան 3 տարի ապրում էր աջ կողքի ցավով, անցել էր սոնոգրաֆիա, գաստրոսկոպիա, դույլերով ֆերմենտներ էր խմում։ Երբ ես հարցրեցի, թե ժամը քանիսին է նա խմում իր առաջին ջուրը, նա մտածեց ու ասաց. «Դե ցնցուղ ընդունելուց եւ հագնվելուց հետո, երևի արթնանալուց մոտ 70 րոպե անց»։ Ահա եւ ողջ ախտորոշումը։ Այն բանից 1 ամիս անց, երբ նա սկսեց ջուր խմել արթնանալուց հետո առաջին 15 րոպեների ընթացքում, ցավն անհետացավ։ Գիտեք, ես 20 տարի է ընդունելությունների ժամանակ այս մասին ասում եմ պացիենտներիս։ Հիմա ասում եմ այստեղ, հասնելու համար նրանց, ովքեր դեռ բժշկի չեն հասել։ Եթե սա ձեզ համար կարևոր է, բաժանորդագրվեք, ես նոր տեսանյութերով հանդես եմ գալիս ամեն շաբաթ։ Իսկ հիմա թե ինչ է լինում հետո։ Մենք խոսեցինք լիմֆայի լյարդի լեղու մասին, բայց կա մի համակարգ, որի մասին 50-ն անց պետք է մտածել առաջին հերթին, եւ որը բոլորովին անսպասելի կերպով է արձագանքում գոլ ջրին։ Խոսքս արյան անոթների մասին է, եւ այնտեղ կան թվեր, որոնք ժամանակին զարմացրել են անգամ ինձ։ 50-ն անց անոթները դառնում են գլխավոր մարտադաշտը, եւ հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը, որովհետեւ մարդկանց մեծամասնությունը կարծում է, թե ճնշումը կարգավորվում է դեղահաբերով։ Ես դեղահաբերի դեմ չեմ, բայց եկեք խոսենք այն մասին, թե ինչ է կատարվում դեղերից առաջ եւ ինչ է տեղի ունենում դրանց զուգահեռ, ինչի մասին սրտաբանը ընդունելության 15 րոպեի ընթացքում պարզապես չի հասցնում պատմել։ 50-ն անց անոթները փոխվում են, դա փաստ է։ Պատերը կորցնում են առաձգականությունը, էնդոթելը, անոթի ներքին շերտը, դառնում է ավելի խոցելի։ Պատկերացրեք ռետինե խողովակ, որը 10 տարի մնացել է ցրտին։ Այն դեռ աշխատում է, բայց այլևս չի ճկվում այնպես, ինչպես նախկինում։ Ամենափոքր ճնշումն անգամ կարող է պատճառ դառնալ, որ այն ճաքի։ Մոտավորապես այս տեսքն ունեն այն մարդու անոթները, ով 55 տարեկանում գանգատվում է ճնշման տատանումներից։ Հիմա գոլ ջրի մասին։
Երբ այն հայտնվում է ստամոքսում, որովայնի խոռոչի անոթների պատերով անցնում է ջերմային ազդանշան, այս ազդանշանը գործարկում է ազոտի օքսիդի արտադրությունը, մի նյութի, որը ստիպում է անոթների հարթ մկաններին թուլանալ։ Անոթը լայնանում է, ճնշումը դրա մեջ ընկնում է, ոչ կտրուկ, ոչ վտանգավոր, այլ սահուն ֆիզիոլոգիապես։ Դա դեղահապ չէ, դա կտրուկ թռիչք չէ, դա հենց այն է, ինչ պակասում է կոշտ խողովակին, մեղմ տաքացում ներսից։ 2021 թվականին ճապոնացի հետազոտողները հետևել են թեթև հիպերտենզիա ունեցող մարդկանց երկու խմբի։ Ճնշումը եղել է 140-90-ի սահմաններում։ Առաջին խումբը 21 օր շարունակ առավոտյան քաղցած փորին գոլ ջուր է խմել։ Երկրորդը ոչինչ չի փոխել։ 3 շաբաթ անց առաջին խմբի մոտ սիստոլիկ ճնշումը նվազել է միջինը 8 միավորով։ 8 միավորը թղթի վրա շատ չէ, բայց կյանքում դա տարբերությունն է երեկոյան գլխացավ ունենալու եւ չունենալու միջև։ Իմ պացիենտ Հակոբ Մարտիրոսյանը 63 տարեկան, թոշակառու ինժեներ, արդեն 4 տարի ճնշման 1 դեղամիջոց էր ընդունում եւ կայուն մնում էր 145-ի վրա։ Մենք ավելացրեցինք գոլ ջրով առավոտյան արձանագրությունը եւ 1 ամիս անց նա եկավ, տոնոմետրը ձեռքին ու ասում է. «Բժիշկ Արմեն Միքայելյան, ինձ մոտ 130 սերկու է, ես նման բան 10 տարի չէի տեսել»։ Ես ասում եմ. «Պարոն Հակոբ, դեղահաբը մի թողեք, բայց դուք սկսել եք ճիշտ սնուցել ձեր անոթները»։ Եվ ահա այստեղ ես պետք է ձեզ մի շատ կարևոր բան ասեմ. ջրի ջերմաստիճանը պարզապես տաք կամ սառը լինելը չէ։ 38-ից 45 աստիճանի միջև կա տարբերություն, որը փոխում է ամեն ինչ։ Այս տարբերակներից մեկն աշխատում է, մյուսը վնասում։ Եվ մարդկանց մեծամասնությունը, անկեղծորեն իրեն բարիք ցանկանալով, ընտրում է հենց երկրորդը։ Այս մասին ես կպատմեմ մի փոքր ուշ, բայց նախ աղիները, որովհետև իմ պացիենտներից 3 ազատվեցին բազմամյա փորկապությունից առանց որևէ դեղահաբի, միայն ջրի օգնությամբ։ Եվ ես ուզում եմ ձեզ պատմել, թե հատկապես ինչպես։ Աղիները մկանային խողովակ են, մոտ 8 մետր երկարությամբ։ Այն աշխատում է թրթուրի նման, ալիքաձև սեղմվում եւ թուլանում է, առաջ մղելով պարունակությունը։ Դա հենց պերիստալտիկան է։ Նորմայում կանոնավոր, ռիթմիկ, բայց 50-ն անց աղիների մկանային տոնուսը նվազում է։ Սրան ավելացրեք նստակյաց կենսակերպը, սննդակարգում ջրի պակասը, նյարդային կարգավորման տարիքային փոփոխությունները եւ թրթուրը սկսում է բուքսավատ անել։ Պարունակությունը կանգնում է, մարդը տանջվում։ Ինչ է անում գոլ ջուրը։ Այն գործարկում է այսպես կոչված գաստրոկոլիկ ռեֆլեքսը։ Սա բնածին մեխանիզմ է։ Ստամոքսն ազդանշան ստացավ, աղիները կծկվեցին։ Աշխատում է յուրաքանչյուր մարդու մոտ ցանկացած տարիքում։ Գոլ ջուրն այս ռեֆլեքսը գործարկում է ավելի մեղմ եւ հուսալի, քան սառը, որովհետև ջերմությունը լրացուցիչ թուլացնում է աղիների սպազմի ենթարկված հատվածները։ Սառը ջուրը նույնպես գործարկում է ռեֆլեքսը, բայց միաժամանակ առաջացնում է պատերի սպազմ եւ երկու ազդանշանները մարում են միմյանց։ Հիմա 3 պատմություն։ Տիկին Լյուդմիլան, 59 տարեկան, հաշվապահ։ 3-4 օր տևողության փորկապությունը նրա կյանքի նորմանը եղել 12 տարի շարունակ։ Լուծողական է խմել օրու մեջ։ Երբ ես նրան բացատրեցի գաստրոկոլիկ ռեֆլեքսի մասին եւ խնդրեցի արտանանում պես փորձել 1 բաժակ գոլ ջուր խմել, նա ինձ նայեց քաղաքավարի թերահավատությամբ։ 10 օր անց հաղորդագրություն գրեց. «Աղիներս ամեն օր գործում են, լուծողականին անգամ ձեռք չեմ տվել»։ 12 տարի եւ 10 օր։ Երկրորդ պացիենտը Վիկտոր Անդրեևիչը, 67 տարեկան, նախկին ռազմական բժիշկ։ Թվում է, թե ինքը պետք է իմանար, բայց ոչ։ Նա քաղցած փորին սուրճ էր խմում, որպես աղիները գործարկող։ Սուրճն իսկապես աշխատում է, բայց այն ջրազրկում է լորձաթաղանթը եւ ժամանակի ընթացքում աղիները դադարում են արձագանքել առանց դրա։ Կախվածություն է առաջանում, ինչպես դեղահաբից։ Մենք հանեցինք առավոտյան սուրճը, դրա տեղը դրեցինք գոլ ջուրը։ 2 շաբաթ լոմկա, իսկ հետո աղիները հիշեցին, թե ինչպես պետք է ինքնուրույն աշխատել։ Երրորդ պատմությունը։ Եվ ահա այստեղ շատերը կճանաչեն իրենց։ Զինաիդա Միխայլովնան, 72 տարեկան։ Նրա խնդիրը ոչ թե աղիների հազվադեպ գործելն էր, այլ այն, որ զուգարան գնալու ամեն մի այց վերածվում էր փորձության, ցավ, լարվածություն, ոչ լրիվ դատարկման զգացում։ Սոնոգրաֆիա, կոլոնոսկոպիա, ամեն ինչ մաքուր է։ Ես գոլ ջրին ավելացրի մի մանրուք, բաժակը դատարկելուց անմիջապես հետո պարկել ձախ կողքի վրա 2 րոպե։ Սա օգնում է ջրին ավելի արագ եւ հավասարաչափ հասնել վայրեջ հաստաղիկ։ 3 շաբաթ անց նա ասաց. «Բժիշկ Արմեն Միքայելյան, ես մոռացել էի, որ դա առհասարակ խնդիր էր»։ 3 մարդ, 3 տարբեր իրավիճակ, 1 գործիք։ Բայց ես պետք է ձեզ զգուշացնեմ, կա ջերմաստիճանային շեմ, որից անդին գոլ ջուրը դադարում է դաշնակից լինելուց եւ դառնում է թշնամի։
Եվ այդ շեմը մարդկանց մեծամասնությունը խախտում է ամեն առավոտ պարզապես այն պատճառով, որ ոչ ոք իրենց չի ասել։ Եկեք սկսենք պարզ հարցից. ինչպես եք որոշում, որ ջուրը բավականաչափ գոլ է։ Մարդկանց մեծամասնությունը պատասխանում է միանման։ Դե որ հաճելի լինի, որ չայրի, մոտավորապես թեյի պես, ուղղակի ոչ տաք։ Եվ ահա այստեղ սկսվում է խնդիրը, որովհետև հաճելի գոլը տարբեր մարդկանց համար շատ տարբեր թվեր են նշանակում։ Ինչ որ մեկը հանգիստ խմում է 40 աստիճանի ջուր, ինչ որ մեկը հեշտությամբ կուլ է տալիս 50 աստիճանը, անհարմարություն չզգալով, իսկ կերակրափողի լորցաթաղանթն այդ ընթացքում արդեն միկրովնասվածքներ է ստանում։ Բացատրեմ համեմատությամբ։ Պատկերացրեք, որ ձեր կերակրափողի ներքին մակերեսը դաստակի ներսի կողմի նուրբ մաշկն է։ Դուք չէիք լցնի, չէ՞ դրա վրա 60 աստիճան տաքությամբ ջուր։ Բայց հենց դա է տեղի ունենում, երբ մարդը տարիներ շարունակ ամեն առավոտ քաղցած փորին տաք թեյ է խմում։ Լորցաթաղանթը չի գոռում, այն միանգամից չի ցավում, այն պարզապես դանդաղ, օրեցօր ջերմային սթրես է ստանում, բորբոքումը կուտակվում է։ Իսկ կերակրափողի լորցաթաղանթի քրոնիկական բորբոքումը ռիսկի գործոն է, որն ուռուցքաբանները դնում են ծխելու հետ նույն շարքում։ Ես չեմ հորինել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2016 թվականին 65 աստիճանից տաք ըմպելիքները պաշտոնապես դասակարգեց որպես հավանական քաղցկեղածին, այժմ աշխատանքային տիրույթը։ 38-42 աստիճան այն գոտին է, որտեղ ջուրն անում է այն ամենը, ինչի մասին մենք խոսել ենք։ Գործարկում է պերիստալտիկան, ակտիվացնում է ավշային հոսքը, ջերմային ազդանշան է տալիս անոթներին, մեղմորեն դուրս է մղում լեղին և ընդ որում չի վնասում լորցաթաղանթը։ Ինչպես դա որոշել առանց ջերմաչափի։ Շատ պարզ է։ Ջուրը պետք է զգացվի որպես հաճելի ջերմություն, բայց ոչ տաք։ Եթե դուք կում եք անում և մտածում տաք է, ուրեմն արդեն չափն անցել եք։ Ճիշտ ջերմաստիճանն այն է, որի դեպքում դուք ջերմաստիճանի մասին առհասարակ չեք մտածում։ Պարզապես տաք է և հարմարավետ։ Իմ պացիենտ պարոն Բաբկենը, 65 տարեկան, բարեխղճորեն կես տարի առավոտյան տաք ջուր էր խմում։ Ինչ որտեղ կարդացել էր, որ որքան տաք լինի, այնքան լավ կայրի տոքսինները։ Եկավ ինձ մոտ էզոֆագիտով, կերակրափողի բորբոքումով և տարակուսանքով։ Չէ՞ որ ես ճիշտ էի անում։ Ես բացատրեցի. ճիշտ էի անում, բայց սխալ։ Նորմայից կես քայլ ձախ և օգուտը վերածվում է վնասի։ Հիմա Սանդրակի մյուս ծայրը 36 աստիճանից ցածր ջուրն այլևս չի գործարկում անհրաժեշտ մեխանիզմներն ամբողջ ուժով, չի վնասի, բայց եւ չի օգնի այնպես, ինչպես պետք է։ Դա պարզապես սովորական ջուր է, առանց բուժական արդյունքի։ Ամփոփենք։ Ձեր աշխատանքային տիրույթը 38-42 աստիճանն է։ Հաճելի ջերմություն, առանց տաքության զգացման։ Մեկ բաժակ ամեն առավոտ արտանալուց հետո առաջին 15 րոպեների ընթացքում։ Բայց ահա այստեղ առաջանում է հաջորդ հարցը, եւ դա ինձ տալիս են ամենից հաճախ։ Իսկ ինչ, եթե ջրին էլի ինչ-որ բան ավելացնեմ։ Կիտրոն, մեղր, կոճապղպեղ, իմբիր։ Մարդիկ այս ամենն ավելացնում են լավագույն մտադրություններով։ Եվ ահա այստեղ կա մի տարածված սխալ, որն իջիկ է դարձնում ողջ արդյունքը։ Ընդ որում այս սխալն անում են շատ շատերը եւ շատ կզարմանան։ Կիտրոնը առավոտյան ջրի ամենատարածված հավելումն է։ Համացանցը լի է հիացական հոդվածներով։ Կիտրոնաջուրը դետոքսիկացնում է, հիմնայնացնում օրգանիզմը, գործարկում նյութափոխանակությունը։ Եկեք անկեղծ լինենք։ Կիտրոնաթթուն իսկապես խթանում է ստամոքսահյութի արտադրությունը եւ ուժեղացնում լեղարտադրությունը, այսինքն մասամբ ուժեղացնում է արդեն այն արդյունքը, որը տալիս է գոլ ջուրը։ Սա պլյուս է։ Բայց դատարկ ստամոքսում թթուն ագրեսիվ միջավայր է անպաշտպան լորցաթաղանթի համար։ Եթե դուք ունեք գաստրիտ, բարձր թթվայնություն կամ պարզապես զգայուն ստամոքս, կիտրոնը քաղցած փորին ամեն առավոտ դանդաղ կգրգռի ստամոքսի պատերը։ Աննկատ սկզբում առանց ցավի, եւ հետո հանկարծ կպարզվի, որ գաստրիտ ինքն իրեն սրվել է։ Իմ եզրակացությունը առավոտյան ջրի մեջ կիտրոն միայն այն դեպքում, եթե ստամոքսն առողջ է, եւ միայն քառորդ կիտրոն, ոչ թե կես։ Կոճապղպեղ, իմբիր։ Այստեղ պատմությունն այլ է։ Կոճապղպեղն օժտված է հակաբորբոքային հատկություններով, ուժեղացնում է արյան հոսքը, մեղմորեն խթանում է մարսողությունը։ Ճկույթի եղունգի չափով թարմ կոճապղպեղի մի փոքր կտորը առավոտյան գոլ ջրի մեջ իրական լրացուցիչ արդյունք է տալիս, հատկապես հոդային խնդիրներ եւ թույլ մարսողություն ունեցող մարդկանց համար։ Սա այն հավելումն է, որը ես ամենից հաճախն եմ խորհուրդ տալիս, բայց այստեղ էլ կա սահմանափակում։ Կոճապղպեղը ջրիկացնում է արյունը։ Եթե դուք հակամակարդիչներ եք ընդունում, օրինակ վարֆարին, քսարելտո կամ էլիկվիս, առավոտյան կոճապղպեղ օգտագործելը համաձայնեցրեք բժշկի հետ։ Մեղր։ Ահա այստեղ սկսվում է այն նույն ամենատարածված սխալը։ Շատերն են գոլ ջրին մեղր ելացնում, անկեղծորեն հավատալով դրա օգտակարությանը։ Եվ մեղրն իսկապես օգտակար է, բայց ոչ տաք ջրի մեջ։ Եվ ահա թե ինչու։
40 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում մեղրի ֆերմենտներն ամբողջությամբ քայքայվում են։ Այսինքն այն ամենը, ինչի համար դուք գնահատում եք մեղրը, ֆերմենտները, ֆիտոնցիդները, բիոակտիվ նյութերը անհետանում են։ Մնում է պարզապես քաղցրացրած ջուր։ Ավելին, 40 աստիճանից բարձր տաքացնելիս մեղրի մեջ սկսում է առաջանալ օքսիմեթիլֆուրֆուրոլ, նյութ, որը մեծ քանակությամբ տոքսիկ է լյարդի համար։ Քիչ է, այո, բայց ամեն առավոտ տարիներով դա կուտակվում է։ Ճիշտ է մեղրն ավելացնել մինչև 38 աստիճան սառած ջրին, այսինքն ամենավերջում, երբ ջուրն արդեն պատրաստ է օգտագործման համար։ Այդ ժամանակ և ֆերմենտները կպահպանվեն, և օգուտը կլինի իսկական։ Իմ պացիենտուհի Իրինան 56 տարեկան 10 տարի շարունակ ամեն առավոտ տաք թեյի մեջ մեղր էր ավելացնում։ Երբ ես նրան բացատրեցի 40 աստիճանի և ֆերմենտների քայքայման մասին, նա սկզբում չհավատաց։ Ասում է. «Բժիշկ Արմեն Միքայելյան, բայց չէ՞ որ ինձ համեղ և լավ է»։ Ես ասում եմ. «Տիկին Իրինա, ձեզ լավ է տաքությունից և քաղցրից, բայց ոչ մեղրից։ Մեղրից այնտեղ այլևս ոչինչ չի մնացել»։ Ամփոփում հավելումների վերաբերյալ։ Լավագույն առավոտյան ջուրը մաքուր, գոլ ջուրն է, 38-42 աստիճան։ Մնացած ամեն ինչը լրացում է, կոճապղպեղ, ցանկության դեպքում այո, մեղր, ցանկության դեպքում այո, բայց վերջին պահին, կիտրոն, միայն այն դեպքում, եթե ստամոքսն առողջ է։ Բայց ահա թե էլ ինչ չեմ ասել, և դա շատերին կզարմացնի։ Պարզվում է, առավոտյան մեկ բաժակ ջուրն ազդում է ոչ միայն ներքին օրգանների վրա, այն ազդում է մաշկի, հոդերի և ամենաանսպասելին օրգանիզմում բորբոքման մակարդակի վրա։ Եվ կապն այստեղ այնպիսին է, որ երբ ես այն բացատրում եմ պացիենտներին, նրանք ինձ նայում են ինչպես աճպարարի։ Հոդեր և մեկ բաժակ ջուր։ Ինչպես են դրանք ընդհանրապես կապված։ Հիմա կբացատրեմ։ Եվ դուք այլևս երբեք առավոտյան ջրին չեք նայի, որպես պարզապես ջրի։ Սկսենք հոդերից։ Յուրաքանչյուր հոդի ներսում կա հոդային հեղուկ՝ սինովիա։ Այն կատարում է երկու գործառույթ։ Յուղում է ոսկորների մակերեսները, որպեսզի դրանք չշփվեն միմյանց, և սնուցում է աճառը։ Ահա կարևոր պահը։ Աճառը սեփական արյան անոթներ ընդհանրապես չունի, այն սնուցում է ստանում միայն սինովիալ հեղուկի միջոցով, ինչպես սպունգը, որը սեղմվելիս և բացվելիս ներծծում է ջուրը։ Երբ դուք շարժվում եք, աճառը սնվում է, երբ դուք պառկած եք 8 ժամ, սնուցումը գրեթե կանգ է առնում։ Առավոտյան աճառը ջրազրկված է, սինովիալ հեղուկը թանձրացել է, հենց այդ պատճառով քնից հետո առաջին քայլերը դժվարությամբ են տրվում։ Հոդերը ճռճռում են, ծնկները ցավում են, մատները չեն ծալվում։ Դա տարիքը չէ, դա ջրազրկվածությունն է։ Եվ ահա այստեղ գոլ ջուրն անում է մի կարևոր բան։ Երբ ջուրը ստամոքսից ներծծվում է արյան մեջ, իսկ մենք հիշում ենք, որ գոլ ջուրը դա անում է 3 անգամ ավելի արագ, քան սառը ջուրը, այն գնում է այնտեղ, որտեղ ամենաշատն է անհրաժեշտ, իսկ գիշերվանից հետո այն ամենաշատն անհրաժեշտ է հենց հոդային պարկերում։ Ջուր խմելուց 20-37 անց սինովիալ հեղուկը սկսում է ջրիկանալ, աճառը սկսում է խոնավություն ներծծել։ Հենց այդ պատճառով էլ շատ պացիենտներ նկատում են, եթե արտանալուն պես ջուր խմեն, առավոտյան կարկամությունը անցնում է ավելի արագ, ոչ թե 1 ժամից, այլ 20-25 րոպեից։ Հիմա բորբոքման մասին։ Քրոնիկական բորբոքումը լուր մարդասպան է։ Այն չի ցավում, չի գոռում, ջերմություն չի տալիս։ Այն պարզապես տարիներ շարունակ քայքայում է հոդերը, անոթները, նեյրոնները, և նրա գլխավոր աղբյուրներից մեկը հյուսվածքների ջրազրկվածությունն է։ Երբ բջիջները բավարար ջուր չեն ստանում, նրանք արտազատում են բորբոքման ազդանշանային մոլեկուլներ, պրոստագլանդիններ, ինտերլեյկիններ։ Օրգանիզմը մտածում է, թե վնասվածք է սկսվում և միացնում է պաշտպանական ռեակցիան։ Բորբոքում առանց պատճառի, բորբոքում ծարավից։ Առավոտյան կանոնավոր խոնավացումը խզում է այս ցիկլը։ Ոչ թե 1 օրում, բայց 21 օրվա ընթացքում ջուր խմելու սովորություն պահպանող մարդկանց արյան մեջ բորբոքման մարկերների մակարդակը նկատելիորեն նվազում է։ Այդպիսի մարկերներից մեկը C-ռեակտիվ սպիտակուցն է։ Նորմայում այն պետք է 1-ից ցածր լինի։ 50-ն անց իմ պացիենտների մեծ մասի մոտ այն 3-4 է լինում, երբեմն 6։ Ճիշտ խմելու ռեժիմի 1 ամսից հետո այն նվազում է 1/3-ով, առանց որևէ դեղահաբի։ Իմ պացիենտ Արամ Ստեփանյանը 68 տարեկան նախկին շինարար 7 տարի ապրում էր ծնկների ցավով, գրեթե ամեն օր հակաբորբոքային դդեղեր էր ընդունում։ Երբ ես նրան բացատրեցի սինովիալ հեղուկի և առավոտյան ջրազրկվածության մասին, նա թերահավատորեն վերաբերվեց, ասում է. «Բժիշկ Արմեն Միքայելյան, ես 7 տարի բուժում եմ ծնկներս, իսկ դուք ինձ ջրի մասին եք ասում»։ Ես ասում եմ. «Պարոն Արամ, դուք 7 տարի բուժում եք ախտանիշը, եկեք փորձենք վերացնել պատճառներից մեկը»։ 1 ամիս անց նա կիսով չափ կրճատեց հակաբորբոքայինների ընդունումը։
2 ամիս անց գրեթե հրաժարվեց դրանցից։ Հիմա մաշկի մասին։ Կապն այստեղ ուղիղ է եւ տեսանելի։ 50-ն անց մաշկը ջուրն ավելի արագ է կորցնում։ Սա ֆիզիոլոգիայի փաստ է։ Կոլագենային մանրաթելերն առանց բավարար խոնավացման կպչում են իրար, կորցնում են առաձգականությունը։ Ոչ մի քսուկ չի խոնավացնի մաշկն այնպես, ինչպես ճիշտ խմելու ռեժիմը, ներսից։ Առավոտյան 1 բաժակ ջուրը գործարկում է խոնավացումը ամենավաղ ժամից, եւ երեկոյան մաշկը խոնավությունն այլ կերպ է պահում։ Սա կոսմետիկիկա չէ, սա ֆիզիոլոգիա է։ Բայց ահա թե էլ ինչի մասին չեմ զգուշացրել, եւ սա կարևոր է։ Կան մարդիկ, ում այս սովորությունը ոչ միայն չի օգնի, այլև կվնասի։ 3 հստակ վիճակ, որոնց դեպքում քաղցած փորին գոլ ջուրը հակացուցված է, եւ դրանցից մեկը հանդիպում է շատ ավելի հաճախ, քան մարդիկ կարծում են։ Բժիշկով խոսում է միայն օգուտի մասին եւ լռում է վնասի մասին, բժիշկ չէ, վաճառող է։ Ես 20 տարի ընդունելություն եմ անում եւ տեսել եմ, թե ինչպես է միևնույն միջոցը մեկին օգնում, իսկ մյուսին իրական վնաս հասցնում։ Եվ այսպես 3 վիճակ։ Առաջին՝ ցածր թթվայնությամբ քրոնիկ գաստրիտ, հիպոացիդային գաստրիտ։ Սա ավելի հազվադեպ է հանդիպում, քան բարձր թթվայնությամբ գաստրիտը, բայց հանդիպում է։ Այս վիճակում ստամոքսն առանց այն էլ վատ է գլուխ բերում մարսողությունը։ Աղաթթուն չի բավականացնում։ Քաղցած փորին մեծ ծավալի ջուրը 3050 հուն 3000 միլիր լրացուցիչ նոսրացնում է առանց այն էլ թույլ ստամոքսահյութը։ Արդյունքը՝ նախաճաշից հետո սնունդն էլ ավելի վատ է մարսվում, սկսվում է խմոլում, փքվածություն, ծանրություն։ Եթե դուք գիտեք, որ ձեզ մոտ հիպոացիդային գաստրիտ է, առավոտյան ջրի ծավալը պետք է կրճատել մինչև 100 միլիր, փոքր կում, ոչ լիքը բաժակ։ Երկրորդ վիճակը, եւ ահա սա հանդիպում է շատ ավելի հաճախ, քան կարծում են, ռեֆլյուքս էզոֆագիտ կամ գեր, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն։ Դա այն է, երբ ստամոքսի պարունակությունը հետ է նետվում դեպի կերակրափոխ, այրոց, առավոտյան թթու համ, կոկորդի քերծոց, ծանոթ է։ Ուրեմն, քաղցած փորին գոլ ջուրը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը եւ ուժեղացնում է ստամոքսի պերիստալտիկան։ Գերի դեպքում սա նշանակում է մեկ բան՝ ավելի շատ թթու, ավելի ակտիվ կծկում եւ հետադարձ նետման ավելի մեծ հավանականություն։ Հատկապես եթե մարդը 1 բաժակ ջրից հետո անմիջապես նորից պառկում է կամ կռանում։ Եթե դուք ունեք ռեֆլյուքս, խմեք ջուրը կանգնած, փոքր կումերով, ոչ ավելի քան 150 միլիլիտր, եւ դրանից անմիջապես հետո մնացեք ուղղահայաց դիրքով առնվազն 20 րոպե։ Երրորդ վիճակը՝ քրոնիկ սրտային անբավարարություն այտուցային համախտանիշով։ Սա լուրջ է։ Եվ այստեղ ես չեմ խոսում երրորդ հարկ բարձրանալիս թեթև հեվոցի մասին։ Ես խոսում եմ այն մարդկանց մասին, ում համար սրտաբանն արդեն սահմանափակել է հեղուկի օրական օգտագործումը, ասենք մինչև 1.5 լիտր օրական։ Նրանց համար առավոտյան 1 բաժակը առողջության ծես չէ, դա ծանրաբեռնվածություն է, առանց այն էլ ծանրաբեռնված սրտի համար։ Ավելորդ հեղուկը կուտակվում է, այտուցներն ավելանում են, ճնշումը բարձրանում է։ Եթե դուք ընդունում եք միզամուղ դեղամիջոցներ սրտաբանի նշանակմամբ եւ ունեք ջրի օրական սահմանափակում, առավոտյան բաժակը պետք է համաձայնեցնեք բժշկի հետ։ Հնարավոր է այն մտնի սահմանաչափի մեջ, հնարավոր է ոչ։ Իմ պացիենտուհի Նարինե Պողոսյանը 74 տարեկան համացանցում կարդացել էր առավոտյան ջրի օգուտների մասին եւ սկսել էր խմել 2 բաժակ անմիջապես արթնանալուց հետո։ Նա ուներ կոմպենսացված սրտային անբավարարություն, 1 շաբաթ անց եկավ ոտքերի աճող այտուցներով եւ հեվոցով։ Մենք արագ հասկացանք խնդիրը, հանեցինք 2-րդ բաժակը, թողեցինք կեսը եւ 3 օր անց այտուցներն անցան։ Նա ասում է. «Բժիշկ Արմեն Միքայելյան, ես ուզում էի լավ լիներ»։ Ես ասում եմ. «Տիկին Նարինե, ձեր ուզածը ճիշտ էր»։ Բայց դեղաչափը ոչ ոք չի չեղարկել, նույնիսկ ջուրն ունի չափաբաժին։ Ընդհանուր կանոն. եթե դուք ունեք աղեստաղեստամոքսային տրակտի, սրտի կամ երիկամների որևէ քրոնիկ հիվանդություն, նախքան որևէ նոր սովորություն սկսելը, նույնիսկ այնպիսի պարզ, ինչպես 1 բաժակ ջուրն է, խոսեք բժշկի հետ։ Ոչ թե որովհետև ջուրը վտանգավոր է, այլ որովհետև յուրաքանչյուր օրգանիզմ 50-ն անց արդեն անհատական պատմություն է։ Եվ այն, ինչ հիանալի աշխատում է մեկի համար, մյուսի դեպքում կարիք ունի ճշգրտման։ Բայց այն մարդկանց մեծամասնության համար, ովքեր չունեն այս 3 վիճակները, այն ամենը, ինչի մասին մենք խոսեցինք, աշխատում է։ Եվ հիմա ես ձեզ կտամ կոնկրետ արձանագրություն։ Ոչ թե վերացական խորհուրդ, խմեք շատ ջուր, այլ հստակ սխեմա։ Ժամանակ, ծավալ, ջերմաստիճան, հաջորդականություն 21 օրվա համար։ Եվ գլխավորը, ինչպես հասկանալ, որ արձանագրությունն աշխատում է հենց ձեզ մոտ։ 21 օրվա արձանագրությունը հստակ քայլերով։ Ժամանակը՝ անմիջապես արտանալուց հետո առաջին 15 րոպեների ընթացքում։
Ոչ ցնցուղից հետո, ոչ հագնվելուց հետո, ոչ այն բանից հետո, երբ ստուգեցիք հեռախոսը։ Վեր կացաք եւ առաջին հերթին ջուր։ Բաժակը դրեք երեկոյան ձեր մահճակալի կողքի պահարանին կամ խոհանոցում, ամենատեսանելի տեղում։ Արեք այնպես, որ ձեր հայացքն ընկնի դրա վրա ավելի շուտ, քան հեռախոսի վրա։ Ծավալը 200-250 մլ։ Դա ստանդարտ բաժակն է, ոչ 400 մլ-անոց գավաթ, ոչ կես բաժակ, հենց 200-250 ուն։ Դա բավարար է գործարկելու այն բոլոր մեխանիզմները, որոնց մասին խոսեցինք, եւ չծանրաբեռնելու ստամոքսը։ Ջերմաստիճանը 38-42 աստիճան։ Հաճելի ջերմություն առանց տաքության զգացման։ Եթե ջերմաչափ չկա, ստուգեք դաստակով։ Ջուրը պետք է զգացվի որպես ջերմություն, բայց չայրի։ Պատրաստեք ջուրը երեկոյան թերմոսի մեջ կամ առավոտյան խառնեք տաքն ու սառը, մինչև ցանկալի ջերմաստիճանը։ Մարմնի դիրքը խմեք կանգնած կամ ուղիղ նստած, փոքր կումերով, ոչ միանգամից։ 7-10 կում 2-3 րոպեի ընթացքում։ Սա կարևոր է։ Դանդաղ խմելը ստամոքսին ժամանակ է տալիս ճիշտ արձագանքելու ջերմային ազդանշանին։ Շարժում 1 բաժակից հետո 10 րոպե թեթև շարժում։ Ոչ մարզասրահ, ոչ վազք, պարզապես քայլեք բնակարանով 1, մի քանի կռացում արեք, ձգվեք։ Սա ուժեղացնում է ավշային հոսքը եւ ավելի արագ է գործարկում պերիստալտիկան։ Եթե հիշում եք տիկին Զինաիդայի պատմությունը, նա պառկում էր ձախ կողքի վրա 2 րոպե, սա նույնպես աշխատում է։ Նախաճաշ ջուր խմելուց ոչ շուտ, քան 20-30 րոպե անց։ Թողեք լեղին դուրս գա, թողեք ստամոքսը նախապատրաստվի։ Ջուրը նախուտեստ չէ ուտելուց առաջ, դա առանձին ծես է, առանձին ժամանակային պատուհանով։ Այժմ ինչպես հասկանալ, որ արձանագրությունն աշխատում է հենց ձեզ մոտ։ Ես կտամ ձեզ 5 մարկեր։ Առաջինը՝ աղիների գործելը։ Առաջին շաբաթվա վերջում այն պետք է դառնա ավելի կանոնավոր, եթե նախկինում ընդհատումներ կային, 1-2 օրից պետք է անցնեն։ Երկրորդ ցուցիչը՝ առավոտյան կարկամությունը հոդերում։ Երկրորդ շաբաթվա վերջում այն պետք է անցնի ավելի արագ, ոչ թե 1 ժամից, այլ 20-30 րոպեից։ Երրորդը՝ դեմքն առավոտյան։ Աչքերի տակի այտուցները, պարկերը պետք է փոքրանան, քանի որ լիմֆան սկսել է շարժվել։ Չորրորդ ցուցիչը՝ էներգիան օրվա առաջին կեսին։ Շատ պացիենտներ նշում են, որ արձանագրության 2 շաբաթից հետո առավոտը դադարում է ծանր լինելուց։ Ոչ անմիջապես, ոչ առաջին օրը, բայց 14-րդից մինչև 18-րդ օրը։ 5-րդ ցուցիչը՝ նրանց համար, ովքեր չափում են ճնշումը։ Եթե դուք ունեք մեղմ հիպերտենզիա, չափեք ամեն առավոտ եւ գրանցեք։ Երրորդ շաբաթվա վերջում պետք է նկատվի դեպի ներքև միտում։ Իմ պացիենտ Վարդան Գրիգորյանը 61 տարեկան մաթեմատիկայի ուսուցիչ, մանրախնդիր մարդ, աղյուսակ էր կազմել եւ ամեն օր գրանցում էր ճնշումը, աղիների գործելը, հոդերի կարկամությունը 10 բալանոց սանդղակով եւ էներգիայի սուբյեկտիվ զգացողությունը։ Եկավ ինձ մոտ 21 օր անց տպագրած թերթիկով, ճնշումը նվազել էր միջինը 7 միավորով, կարկամությունը 7 բալից իջել էր 3-ի։ Աղիների գործելը ամեն օր առանց բացառությունների։ Ասում է բժիշկ Արմեն Միքայելյան, ես մաթեմատիկոս եմ, հրաշքների չեմ հավատում, բայց թվերն ահա այստեղ են։ Ես ասում եմ, պարոն Վարդան, դա հրաշք էլ չէ, դա ֆիզիոլոգիա է, ահա եւ ողջ արձանագրությունը։ 1 բաժակ 38-42 աստիճան, 200-250 մլ։ Արթնանալուց հետո առաջին 15 րոպեների ընթացքում դանդաղ, փոքր կումերով, դրանից հետո 10 րոպե շարժում, նախաճաշ 20-30 րոպե անց։ 21 օր եւ դուք կտեսնեք արդյունքը, ոչ թե թղթի վրա, այլ ձեր վրա։ Ես բժիշկ Արմեն Միքայելյանն եմ։ 20 տարի ընդունելություն եմ անում եւ ամեն անգամ համոզվում եմ, որ առողջության ամենահզոր գործիքները մինչեւ վիրավորանքի աստիճան պարզ են։ 1 բաժակ ջուր, ճիշտ ջերմաստիճան, ճիշտ ժամանակ։ Պահպանեք ձեզ եւ մինչ հաջորդ շաբաթ։